ուրախ ներմերկյան Տերն քեզ։ Հարուզի բնամանը վերցված է ընդվածու ավետարանի առաջին գլուխ 28 համարից։ Ահա այս խոսքերով է, որ Գաբրիել հրեշտակապետը ողջունում է Սուրբ Հույսին, ավետելով փրկչի ծնունդը։ Երիտասարդ մի աղջկա է տրվում, որ նա որդի է ունենալու Աստծո ընտրյալին, ով իրականացնելու է Արարչի խոստումը, ոչ միայն ազգի, այլ համայն մարդկության համար։ Ավետարանիչը հետաքրքիր նկարագրում է Աստծո գործելակերպը, հասարակ մարդկանց կյանքում մարդկության փրկությունը իրականացնելու համար Աստված ընտրում է խոնարհներին։ Հրեշտակը չի ուղարկում թագուհու կամ իշխանուհու մոտ, այլ պարզ մի սովորական ընտանիքի աղջկա։ Մարիամը քաշ գիտակցում էր, որ կույսը չի կարող հղի լինել, սակայն նոր կյանքի փոքրիկ շարժումները, որն ազգում էր իր ներսում, նշան էին, որ սկսվում է փրկagorցության խորհուրդը։ Տոնախմբությունը սկսված է, ուրախացիր, ով բերկրյալ, Տերը քեզ հետ է, քո ներսում է։ Հրեշտակը չի ասում, այս կամ այն արա, լսիր, աղոթիր, գնա եւ այդ պարզապես ուրախ եղիր, ինչ է մեզ սովորեցնում Մարիամի ավետումը, ուրախության մասին։ Ինչպես է դա հնարավոր։ Առաջին խոսքը, որ Մարիամն արտասանում է, Աստծուն տված, այո չէ, այլ մի հարց։ Մարիամը ցանկանում է իմանալ, թե ինչպես են համատեղվելու երկու հակավին իրականություններ, զավակ ունենալը ու տղամարդ չճանաչելը։ Նա հարցեր է առաջադրում, իսկ հարցները ոչ թե կասկածանքի նշան է, այլ հավատքի, կենդանության հարցադրումներ կատարել է։ Տիրոջ առջև իբրև մարդ կանգնելու մի կերպ է, քանի որ հարցեր տալը մարդկային է։ Ահա ես Տիրոջ աղախինն եմ։ Տիրոջ աղախին անվանվելը անարժանության հաստատում չէ, այլ հայտարարություն, որով ապրելը այսուհետև նշանակելու է նվիրվել նրա ծառայությանը, մասնակցել նրա ծրագրերին, լինել նրան համագործակից։ Աղախին կամ ծառա անունն է նրանց, ովքեր ասում են, իմ կոչումն ավելին արժե, քան իմ կյանքը, սերը, որ մղում է ինձ։ Ուրախության աշակերտը ծառա է, բայց ոչ մարդկանց, այլ Աստծո։ Աստծո ծառան անունն է նրանց, ովքեր քաջություն ունեն չպատկանելու իրենք, թող քո խոսքի համաձայն լինի ինձ։ Ղուկասի ավետարանում այս արտահայտությունն ունի բերկրանքի տոնական խանդավառության իմաստ։ Մեծապես ուրախ եմ այն բանի համար, որ ասացի եւ ուզում եմ, որ կատարվի։ Թող լինին ինձ իդեմս Մարիամի մարդկության վճռական խոսքեր, որոնց պատասխանն է Աստծո ուրախությունը, եւ այլևս ասելիք չկա, որովհետեւ խոսքը կրավորական հարումի ստորաքարշ հպատակության վերաբերյալ չէ, այլ ցանկալի փափագի, իսկապես լինի այն, ինչ ասացի։ Ուրախության աշակերտ նշանակում է հասկանալ, որ ապագան ավելին է, քան անցյալը, եւ նույնիսկ ներկան։ Սիրելիներ, ավետման տոնը մեր երկրում հռչակված է իբրև մայրության, գեղեցկության եւ սիրո օր։ Մարիամի ուրախությունը այն մարդկանց ուրախությունն է, ովքեր հրաշքի ակնկալիքով եւ երախտագիտության զգացումով սպասում են զավակի լույս աշխարհ գալու, քանի որ ամեն նոր երեխայի ծնունդը հրաշք է, անսովոր ու անիմանալի խորհուրդ, նոր կյանք, նոր հույս ու նոր խոստում։ Ամեն ծնունդ կարող է լինել փրկության, շնորհի, օրհնված լինելու նշան եւ խոստում, սակայն կարևոր է այդ խոստման ապրելը
եւ այն իրականություն դարձնելը։ Երբ հրաշքի ակնկալիքը հանդիպում է, Աստծո փրկարար գործին ծնվում է ուրախությունը, մոր ուրախությունը իր զավակն է, մայրության տոնի առիթով իմ սրտագիր շնորհավորանքներն են բերում ձեզ, սիրելի մայրեր եւ քույրեր, աղոթքով, որպեսզի Մարիամ Աստվածածնին ավետված ուրախությունը մշտապես լինի ձեր կյանքում։ Իմ հատուկ շնորհավորանքները Մարիամ անունը կրող անձանց, սիրելի Մարիամներ, այսօր նաև ձեր ավետման տոնն է, ավետում, որ ուրախության օր է, ուրախությունը օրհնության պտուն է, թող այն մշտապես լինի Աստծո շնորհատու պարգևը բոլոր նրանց, ովքեր սերտում են Աստծո խոսքը եւ սպասում նրա արքայությանը։ Թող հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ եւ խաղաղությամբ, որպեսզի սուրբ ոգուզորությամբ դուք հույսով առատանաք, քանզի Տիրոջ ուրախության մեջ է մեր զորությունը։ Շնորհ Տիրոջ մեր Քրիստոսի, եղեցին ձեզ ընդամենեսյանս։ Ամեն։